այծեղջյուրների 4-րդ տուն, դա ծնողական առանցքն է, սուր կոնֆլիկտներ, միանգամից կբռնկվի, սիրելի խեցգետներ ուշադիր եղեք, հայր ծնողի հետ պրոբլեմ չունենաք, ղեկավարների հետ։ Այդ թեժ պահին գիտեմ բավական էմոցիոնալ եք եւ մանավանդ ամսի 17-ին արևլուսի միասին խոյ կենթանակերպում հույզերը կարող է միանգամից բռնկվեն։ Ուշադիր եղեք կոնֆլիկտներ ղեկավարների հայ ծնողի հետ, նաեւ նրանց հետ կապված այդ խնդիրները կարող են ձեզ միանգամից շոկի բերել։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր 4-րդ տունն է, ձեր 4-րդ տունը դա ձեր մայրը, ձեր հայրենիքը, օջախը, մայրիկի հետ ուշադիր եղեք խնդիրներ չլինեն, այդ խնդիրները կարող են լինել բնակ տարածքի, տան հետ կապված, կտակի հետ կապված այդ հարցերով։ Ուշադիր եղեք սիրելի խեցգետիններ, այծեղջյուրներ, ավելի շատ խեցգետիններն են էմոցիոնալ, որպեսզի չհայտնվեք այդ խնդիրների գագաթնակետում, որտեղ 10-րդ տանն է։ Անցնենք առաջ, սիրելի առյուծներ, ձեր 9-րդ տունն է, բնականաբար ջրհոսների 2-րդ տանը։ 9-րդ տունը արտերկիր, իսկ Մարսը խոյում դա ակտիվություն, արտերկրում հնարավոր է հանդիպեք ձեր կյանքի 2-րդ կեսին, ինչպես կշերքների մոտ ուղղակի օշակի կոնֆլիկտներով կարող են լինել։ Ձեր սիրային հարաբերությունները արտերկրում, սիրելի առյուծներ, ռոմանտիկ այն ժամանակահատվածը, որը ինչի եմ ասում ռոմանտիկ, որտեղ առյուծները ռոմանտիկ են, այդ ամենը կարող է ձեզ ձեր կյանք բերել նոր մարդիկ, նոր սեր, ակտիվություն, եթե բուհական շրջանակներում եք աշխատում, հնարավոր է գործուղման գնաք, որը ձեզ կբերի հաջողություն, եթե դասախոսում եք նոր ժամեր կտան, այսպես սպոնտան միանգամից նոր պրոցեսների մեջ ներկգրավեք, ձեզ համար հաջող ժամանակահատված է, բայց միշտ ասում կոնֆլիկտներից զգուշ եղեք, սիրելի ջրհոսներ, ձեր 3-րդ տանը քուր եղբայր, հարևաններ, սուր կոնֆլիկտներ կարող են լինել քուր եղբայր հարևանների հետ, բայց դրանք կարող են լուծվել։ Նաև եթե ցանկանում եք գնել փոխադրամիջոց, ապա դա այն ժամանակահատված են, որ կարող եք անել, բայց թողեք ամսի 19-ից 20-ից հետո, մանավանդ 20-ը լուսնի երկվորյակում է։ Ամենագնացները դա Մարսը խոյում է, արագ գնացող մեքենաները, ընթացող մեքենաները կարող եք ձեռք բերել, նրանք ովքեր տեղեկատվական, լրատվական տեղեկատվական հարթակում են, սուր կոնֆլիկտների մեջ կարող են հայտնվել, մանավանդ ջրհոսը դա համացանցի նշան է, բայց այդ ամենը լուծելի է։ Նոր պրոյեկտներ կարող եք սկսել, նոր ծրագրեր, դա ապրիլի 19-ից հետո։ Սիրելի կույսեր, ձեր 8-րդ տանն է, սիրելի ձկներ, ձեր 2-րդ տունը, ֆինանսական առանցքն է, տեսեք, 8-րդ տունը դրանք ներդրումներն են, ինվեստիցիաներն են, դրանք հանրային գումարներն են, դրանք ձեր զուգընկեր, գործընկեր,